Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների, հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am։ Պարոն նախարար, շնորհակալ եմ ձեր ելույթի համար, երբ դուք պատասխանում եք այդ հարցին, որը վերաբերում էր Եվրոմիությունում, մյուս կազմակերպություններում միաժամանակ անդամակցելուն, լսելով ձեր հարցին, ինձ թվում էր, որ խոսում է Թուրքիայի արտգործնախարարը, բայց ողջունում եմ ձեզ ձեր մուտքը այն պետությունների ակումբի մեջ, որոնք որ ողջունում են այս ռեգիոնալ հավասարակշռության գործողություններին։ Իմ հարցը հետևյալն է. ճիշտ չի լինի արդյոք, եթե Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության հարաբերությունները կառուցվեն ժողովուրդ-ժողովրդի միջև։ Դուք ձեր ոճը այդուհանդերձ պետություն-պետությունի մեջ է։ Իսկ ինչ եք կարծում, պլանավորում եք արդյոք, որպեսզի այդ մոտեցումը, խաղաղության կառուցումը կառուցվի ժողովրդից ժողովրդի միջև։ Եվ իմ դա առաջին հարցն էր, երկրորդը Թուրքիայի եւ Հայաստանին է վերաբերում։ Ինձ հետաքրքիր իմանալ, արդյոք կա կամք, պատրաստակամություն երկու կողմերի միջև մեծացնել, այսպես ասած, շարունակել կոնտակտների երկրորդ փուլը, աստիճանը, ասեմ, կամ ֆազը, որ արդյոք դուք նույնպես Անկարայի հետ միասին գուցե պլանավորում եք, որ պետք է երկրորդ փուլը սկսել, այսինքն երկրորդ ուղղությունը գնալ խաղաղության կառուցման։ Ես կարող եմ պատկերացնել, որ ռուսները, իրանացիները գուցե նրանց մի փոքր խանգարում կամ անհանգստացնում է ռեգիոնում Ամերիկայի ներկայությունը, թեև սա ամենայն հավանականության կարող է լինել շատ, ոնց որ ասեմ, մասնավոր նախաձեռնություն, որի մեջ դուք ընդգրկվեք։ Ես ինչքան ինքս եմ հասկանում, այս կորիդորը իրականացնել, այս միջանցքը իրականացնել համար կարող է մասնավոր ընկերության ներկայություն։ Ինչպես եք դուք դիտում արձագանքը Ռուսաստանի եւ Իրանի այդ նախաստորագրմանը Վաշինգտոնում այն պայմանագրի եւ այն փաստին, ինչպես եք վերաբերում, որ Վաշինգտոնը հայտնվելու է տարածաշրջանում։ Շնորհակալ եմ։ Ես ուզում եմ պատկերացնել, թե ինչ հարց կար, որ դուք չտվեցիք, բայց ես իհարկե սիրով կպատասխանեմ բոլորին։ Իսկապես, երբ խոսում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի մասին հաստատված խաղաղության մասին, մենք պետք է հասկանանք, որ հիմնական սկզբունքները համաձայնեցված են, օրինակ, երբ դա վերաբերում է փոխկապակցվածությանը, մենք պետք է հասկանանք, որ խաղաղությունը հաստատված է, հռչակված է, պայմանագիրը խաղաղության նախաստորագրված է, բայց այս ամեն ինչով հանդերձ մնում են հարցեր, որոնք դեռ ենթակա են կարգավորման, եւ օրինակ մեկը կնշեի հենց ձեր բացատրած հարցը քաղաքացիների միջև հարաբերությունները, քաղաքացիների միջև կապերը, երկու հասարակությունների միջև կապերը եւ նաեւ պետք է ընդունենք, եւ այս մասին բարձրաձայն ասել է պետք, որ այդ հաշտեցումը ժամանակ է պահանջելու, այդ հաշտեցման կարիքը կա, բայց այս պահին ամբողջական, այսպես ասած, հասարակությունների մտավոր, հաշտեցման բացակայությունը, ամբողջական հաշտեցման բացակայությունը, նաև օբյեկտիվ է, նաև պայմանավորված է հոգեբանական խորը տրավմայով, որ հասարակություններ ունեն, վերքերով, որոնք դեռ շատ թարմ են եւ հաղթահարելու խնդիր կա եւ ժամանակ է պահանջվում եւ այս առումով քաղաքացիների միջև կապերը, այդ թվում եւ քաղաքացիական հասարակությունների միջև կապերը եւ շփումները շատ կարեւոր են։ Այդ պատճառով այդ կապերը մենք ուշադրություն ենք դարձնում նրան, մենք հասկանում ենք նաեւ Ադրբեջանի ընկալումն է այդպես օրեր առաջ տեղի ունեցան քաղաքացիությունը եւ շաբաթներ գուցե առաջ տեղի ունեցան քաղաքացիությունների ներկայացուցիչների միջև հանդիպումներ Հայաստանում, հենց հիմա այս լսարանում ես որքանով տեղեկացված եմ, ունենք լրագրողներ կամ փորձագետներ Ադրբեջանից, այդպիսի միջոցառումներ պետք է լինեն Ադրբեջանում, պետք է ներկայացուցիչներ լինեն Հայաստանից եւ միայն սա է ճանապարհը այդ երկխոսությունը զարգացնելու նաեւ հասարակությունների միջև։ Ինձ ամենայն դեպս այլ բանաձև հայտնի չի, ենթադրում եմ մենք եւ Ադրբեջան առաջի երկրները չենք, առաջի ժողովուրդները չենք, որ կոնֆլիկտից հետո այս ճանապարհի միջով անցնում են, դա ցավոտ գործընթաց է, հեշտ գործընթաց չի, բայց գործընթաց է, որ պետք է արվի առաջին քայլը, երկրորդ, երրորդ
10-րդ եւ գուցե, չգիտեմ, 1 տարի հետո մենք հանդիպենք եւ ասենք արձանագրենք թե ինչպիսի էական ուրեմն տարբերություն կա այդ պահի դրությամբ համեմատած այսօրվա, այսօր այդ էական տարբերությունը կա համեմատած 1 տարի առաջվա։ Այնպես որ շարունակելու ենք մենք որպես կառավարություն համենայն դեպս եւ խրախուսելու ենք այս քաղաքացիների միջև կապերը, այլ գաղափարներ եւս կան, թե ինչպես կարող ենք այդ ուրեմն երկխոսությունը զարգացնել։ Ինչ վերաբերում է Թուրքիային, հետաքրքիր նրբերանգ կա այստեղ։ Իմ կարծիքով Թուրքիայի հետ մեր երկխոսությունը կամ Թուրքիայի հետ հարաբերությունները այս առումով ձեր նշած ասպեկտով հայելային հակապատկերն են Ադրբեջանի հետ եղած իրավիճակին։ Ադրբեջանի հետ այս նայեք ինչ նկատեմ։ Ադրբեջանի հետ մենք ունենք կառավարությունների միջև հաստատված խաղաղություն, համաձայնեցված սկզբունքներ, գործընթաց, որը պիտի շարունակվի, հա, առանձին հարցերի շուրջ։ Եվ քիչ առաջ ձեր բարձրացած հարցով մենք խոսում էինք այն մասին, որ պետք է ջանք գործադրվի նաև հասարակությունների միջև, մարդկանց միջև, ուրեմն այդ հաշտեցման ուղղությամբ։ Թուրքիայի պարագայում ես կասեի ճիշտ հակառակն է։ Տարիներով, տասնամյակներով փակ սահմանների պայմաններում մարդիկ գնացել են, այցելել են իրար, առևտուր ա եղել եւ կա շատ շոշափելի։ Պրոբլեմն է նա եղել, որ այդ առևտուրը երրորդ երկրով է անցել։ Թռիչքներ են եղել եւ այսօր էլ կան, պայմանավորվածություն կա ավելացնել թռիչքները, հիմա եւ դեպի Երևան եւ իմիջիալոց դեպի Գյումրի եւ ըստ այդմ Թուրքիայի քաղաքներ, Ստամբուլ, ենթադրում եմ Անկարա եւ այլն։ Այսինքն այդ խնդիրը մենք Թուրքիայի հետ երբեք չենք ունեցել։ Թուրքիայի հետ խնդիրը եղել այն, որ սահմանը եղել է փակ եւ դիվանագիտական հարաբերություններ չկա։ Հիմա ես պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ Թուրքիայի հետ մենք ունենք շատ, իսկապես շատ ինտենսիվ եւ բովանդակային քաղաքական երկխոսություն։ Եվ դա այդ գործընթացը եղել է շատ հանրային, բոլոր հանդիպումները, վարչապետ Փաշինյանի այցը Թուրքիա, իմ այցերը եւ մասնակցությունը Անտալիայի դիվանագիտական ֆորումին, չգիտեմ, Թուրքիայում տեղի ունեցած այդ ողբերգական երկրաշարժից հետո Հայաստանի արձագանքը, փրկարների գնալը եւ բազմաթիվ բաներ կարող ենք նշել։ Հիմա նաեւ փոխգործակցության եւ վստահության ամրապնդման այլ միջոցներ եւս քննարկվում են մեր եւ Թուրքիայի կողմից։ Իհարկե բոլորս հասկանում ենք եւ ես սկսեցի դրանից, որ բացը այլ տեղ է, բացը դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն է եւ բացը փակ սահմանն է։ Հիմա այդ բացը պետք է լրացվի։ Սա է պակասում։